նրանց համար էական փոփոխություն չլինի, բայց պատկերն այլ է Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում։ Ինչպես հայտնի է, ընտրությունների վերջնական արդյունքներով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը եւ ըստ այդմ չի անցել խորհրդարան, սակայն ընտրատեղամասերում վերակիրակություն է իրականացվում, ներողություն, արդյունքները նորից են հաշվում եւ Ծառուկյանի ղեկավարությունը ըստ այդմ հնարավոր է իրենք նաեւ այդպիսի հնարավոր է դրա արդյունքում իրենք հաղթահարեին անցողիկ շեմը եւ անցնեին խորհրդարան, բայց երկու ընտրատեղամասերի արդյունքներն անբավեր ճանաչելու հետ կապված ԲՀԿ-ն 213 քվե է փորձրել եւ փաստորեն այսօր այդ թեմայով են Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն ասուլի Զապա Արիցիա հրավիրել։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դրան դիմաց եւ ամբողջ շրջակայքում ոստիկանական ուժեր են բերվել, այստեղ կան նաեւ սև բերետավորներ, ինչպես տեսնում եք մեր կադրերում։ Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ ժամը 1-ին բողոքի ակցիա են իրականացնելու այստեղ։ Գագիկ Ծառուկյանը գրել է, որ սկսում են քայլերի շարքը, որը միտված է պաշտպանելու արդարությունը եւ ընտրողի շահերը, ինչպես նաեւ դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Ծառուկյանի խոսքով իրենց իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների եւ դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգի եւ քայլերի մշակման համար, գրել է Գագիկ Ծառուկյանը Facebook-յան էջում։ Նա դիմել է քաղաքացիներին, նշել, որ դուրս են եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց իրենց դեմ կիրառվել ու շարունակում են կիրառել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Մեջբերում եմ, ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների մեր բոլոր խնդիրն է։ Մեր թիմն այսօր եւ առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնում 3 գիշերվանից մեծ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը եւ ընտրողի շահերը, նաև դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների եւ դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգի եւ քայլերի մշակման համար։ Մեջբերման ավարտ, ովքեր նոր են մեզ միացել, տեղեկացնեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդներ գրառում կատարել։ Մի հատ ստուգ էլի։ Հա, ես համ պուշկային միացրի, համ միկրոֆոն, որ մեր միկրոֆոնն անջատի, գոնե պուշկի ձենը գա։
Կենտրոնական ընտրական հերսը։